մեր տարածաշրջանի դերսը իր համային հատկանիշներով, որակական հատկանիշներով համաշխարհային ստանդարտի կասեի ոչ թե համապատասխանում, նույնիսկ որոշ հարցերում գերազանցում էր։ Աշխատանքի բերումով ես Իտալիայի, Թուրքիայի, Հունաստանի մասնագետների հետ շփվել եմ, աշխատել եմ, համագործակցել եմ, նրանք բոլորը գիտեին այդ մասին։ Ուզում եմ ասել, որ մեր գյուղատնտեսությունը խիստ պահանջված գյուղատնտեսություն է, հատկապես պտղաբուծությունը, խաղաղությունը։ Խորհրդային միության փլուզումից հետո այդ ամեն ինչը զերոացվեց։ Ասեմ, որ նաև մեր տարածաշրջանում հարուստ պտղաբուծ առողջային տեսակների գենոֆոնդ կա, տեղական էնդեմիկ տեսակներ, որ աշխարհում ոչ մի տեղ չկա։ Հիմա ես ո՞րն պայմանում դեպի գետի ջրով ես վախենում եմ, որ իմ երեխային այդ ելակի կամ դերսի կամ չգիտեմ ինչա, ազգամոր պտուղ տասնեմ, որովհետև գործի բերումով ժամանակին 2008 թվականին Հողագիտության ագրոքիմիայի ինստիտուտի մասնագետների հետ ուսումնասիրել ենք, ծանր մետաղների մասնիկները շատ հաճախ դեպի գետի մեջ 80-ից 100-ական գերազանցում թույլատրել նորմալ։ Եվ մենք չենք ասում, մեր մասնագետները Չեխիայի Չեզոք Բրիշնի առանց սահմանի կազմակերպությունը մեր տարածաշրջանում ուսումնասիրություն կատարեց։ Հայաստանի մասշտաբով մաստոպաթիայով կրծքագեղձի ֆունկցիայի խանգարման կապված ամենաշատ հիվանդը կա այս դեպի ձորում։ Իսկ շագանակագեղձի 100 տղամարդուց 89-ի շագանակագեղձի ֆունկցիայի խանգարում։ Հիմա ասենք բուսաբուծությանը։ Հայտնի դերսը, որ մեր տարածաշրջանում 30-ից 40 տոն մենակ դերս էր արտադրում, հիմա դերսերի այգիները չորանում են։ Եվ ժամանակի 2007-8 թվականին բնապահպանության նախարար կար Արամայիս Գրիգորյան, թե Գասպարյան չգիտեմ, ներկայացրի այդ թեղուտի հայտնի մասնագետներ կան, ինչ-որ պապիկ կան, նմուշարություն կատարեցին հողից, բույսից, այսօր էլ անպատասխան է, ես խնդրում եմ ներկայացնենք Բեյնաթյանին, մեր տարածաշրջանում դերսերի վերանումը։ Ուղղակի իմաստով Կարապատայի պատճառը, դա չի մեկ ուրիշ բան է, բայց բնականաբար սա նպաստում է, որպեսզի վերան այդ արժեքավոր պտղաբուծությունը, ամենաշահութաբեր ծառատեսակն է հարաբերության մասշտաբով։ Ամենաշահութաբեր դերսերի այգին, բոլորը կասեն, դերս մշակող մեր ընկերները կասեն, թե դա իշում կա։ Ֆրանսիայից եկել են մասնագետներ, ուզում են մեր տարածաշրջանում ներդրում կատարել, եւ այս այրումի տարածքում ճոճկանի, շլողի, հաղթանակի նմուշարություն կատարեցին, այդ մարդիկ, չգիտեմ, գիտեք, թե չգիտեք, Ֆրանսիայի Շամպան նահանգի բնակլիմական պայմաններն են, հողային պայմաններն են մեր մոտ, որ կան Շամպան նահանգի գինուն համարժեք որակով գինի արտադրենք մենք փաստորեն։ Բայց ուսումնասիրությունները կատարելուց հետո հրաժարվեցին, թողեցին գնացին։ Դա երբ է եղել։ Դա ուրեմն 16, 17, ես թիվը չեմ հիշում, պարզապես ես պատմության մասնագետ չեմ, գյուղատնտես եմ ընդամենը։ Ուրեմն այսպիսի բան կատարվեց։ Հիմա դուք ինձ տատեցիք, ես պետք է նախադասություն նորից սկսեմ փաստորեն։ Վերջում հասերը, հա։ Իմ տարիքն արդեն այնպես է, որ կարամ շատ բան մոռանամ։ Ուրեմն թողեցին գնացին այդ մարդիկ փաստորեն։ Ասացին ձեր մոտ, ուրեմն ցինկ պրեպարատ կա, այս պրանցի խորկոպիրիտը որ կա, այս մեր հանքարդելու մեր տարածաշրջանում, քեղուտու մաղթալայում, ես չգիտեմ, Շամլովում։ Ուրեմն ցինկը նաև բիոխթանիչ է, օրգանական խթանիչ է, որ նպաստում է բույսերի աճման զարգացմանը։ Այդ ցինկ պրեպարատը, որ դերսերն ու տերևային գարգարության համար սրսկում էին, այդ ցինկը հանեցին արտադրությունից մենակ դրա համար, որ ունի կանցերոգեն հատկություն։ Այսինքն քաղցեղած են։ Հիմա մենք մի դեպքում այդ դեղորայքը հանում ենք բանից, շահագործումից, օգտագործումից, դերսերի այգիների լրացուցիչ պատճառ դառնում, որպեսզի նրանք լավ չաճեն։ Մի կողմից էլ էս դեպի ջրի մեջ ցինկը, այդ դրա մեջ պոինձը ոսկին հանում են երևի արծաթ, մնացած բանը գետն է լսում, գալիս է մեր ծառերի տակ է լսում, մեր հողը լսում։ Ժամանակին, որ Հայաստանում այդ աղ ու տալկալի հողերը ծծումբական թթով իհարկե ավավերդու Չեզոք ասում են, որպեսզի դե գյուղատնտեսական գործունեություն ծառայել։ Հաշվարկ կատարեցին պարզ հաշվարկ, որ 80 տարուց հետո նոր իրենց ծախսերը փոխհատուցում է փաստորեն։ Հիմա որ ամեն տարի նստում է հողում այդ մեր ծանր մետաղների մասնիկները, քանի 100 տարի պետք է փոխհատուցեն այդ ծախսերը, որ այդ հողը նորից բերենք իր ավանդական վիճակի փաստորեն։ Ամենագլխավոր մնացած այդ մետաղակամիացությունները թողեն։ Հողի ֆիլտրացիոն հատկությունը լրիվ խախտում է, եթե այս կոչանբարի այս թափը լսում այդ տարածք փաստորեն։ Շատ օրինակներ կարելի է բերել փաստորեն, շատ, որ մարդիկ նույնիսկ իրանց այգիները թողել են, հրաժարվել են, ասել են այլևս վերջն է, սա մենք այլևս անելիք չունենք։
Հələ այդ բնական աղետները թողեն, պատեխնացին աղետները ինչ են ասում սա։ Միակ արտադրական միջոցն է հողը, որ օգտագործման, շահագործման ընթացքում հազարավոր տարիներ բայապես, ֆիզիկապես չի բաշխում։ Այդ հանքարդյունաբերության այդ սարքն է, հանքերն էլ անսպարշել, յով կվերանան, կդատարկվի։ Բայց հիմնական արտադրական միջոցը, ապրելու միջոցը հողն է եղել եւ մնալու է հողը։ Սա շատ գլոբալ հարց է, մենակ մեր հարցը չի։ Նոյեմբերյանի դերսնաճեցնում են ճոճկանի շնորհը կերաստանում են Երևան քաղաքում այդ մանուկ փոքր հասակ երեխեք լուտում են դրան։ Մենք ունենք նաև առողջ ապրելակերպի խնդիր, այսօր ասում ենք ինտեգրում ենք երևից, ինչով ենք ինտեգրվում։ Այսպիսի բանով, ես չգիտեմ, էկոլոգիական այս աղետով ոչ ոք մեզ չի ընդունի, ոչ մեկին էլ մենք պետք չենք, մեր դերսը, մեր չգիտեմ, այդ սիրու խոսել, այդ ռեկլամա դրանք ժամանակ իրարտենի է սպարել են, մաշվել են գնացել են պաստորը։ Հետի նորովի ամտազել պետք է, դա մեր հարցը չի, սա հանրապետության հարցն է պաստորը։ Քանի հատ նկված տուն կա այս գյուղում, պատճառն ինչն է։ Հողել ունեն, ամեն ինչ ունեն, բայց մտածում են, որ չունեն այդպիսի ապագա այս մարդիկ ստեղ ապրելու, գործելու եւ նյութական բարիք արտադրելու պաստորը։ Այս է խնդիրը, ես չգիտեմ ով է պատասխանատու, ինչ է ժամանակի ընթացքում օժիտ եմ ստացել այս դեպետիջի հետ կապված այս ընդհանրապես էկոլոգիական հարից, եղբայր ինչ էր սերոք, ինչ էր ստեղ որ շահագործում էր ախտալա այս հարցը ստավիկը։ Իսկ տարա կագեբեի պատմա 3 օր հետո հաղորդում տվեցին, եղբայր սերով ասավ, այս ջուրն այնքան մաքուր է, կարելի է նույնիսկ խմել ասացին։ Վերցրեց խմեցել այդ մարդ, թե չգիտեմ մոնտաժներ ասել, ինչ է չգիտեմ։ Բերեք այդ ձևականությունները, որ թողեն լուրջ հարցերով զբաղվին։ Ասեմ, նաև էկոլոգիական աղետն է, որ մեր տարածաշրջանը Իտալիայից, Հունաստանից, չգիտեմ, այդ մնացած երկրներից իր բնակլիմական պայմաններով, խոհանոցով, բանով նացի չի տարբերում բոլորովին։ Բայց ով էլ իմանա, որ այստեղ կա բաց թափոններ, կա ռադիացիա, կա ջրի մեջ այդ ծանր մետալների մասնիկներ, այդ պտղի մեջ, այդ խաղով մեջ պետք չի իրաց ընդհանրապես։ Արհեստական հյութեր կխմեն, չէ խմի մեր ծիրանի ու դեղցի չգիտեմ։ Մեր գինին հիմա այն բանի իջևանի տարածաշրջանից հայտնի լալվայի սորտ կա, էնդեմիկ տեղական սորտ կա։ Իջևանի գինու գործարանը կամ այդ յուքոմը, չգիտեմ, բայց այս այրմից էլ է խաղով վերցնում, մեր Սիրադեղանից կասի։ Այդ գինեհունքը գնում աստերից Ֆրանսիա, բայց այս չորագետի հարթավայր ճոճկանոր շնորհով ոչ մի գրամ խաղով չեն մթերում, ու հետո գիտեն ինչ կան դեպ աստեր։ Այնտեղ մի անալիզ կանեք, ասեն, տարեք դուք խմեցեք ինչ կլիկ, ձեր շարը քաշեցեք գնացեք մեզ ան, մեզ այդ գործ չունեք ասում։ Սա գլոբալ խնդիր է, սա մենակ այս փոքր բասերից 2-3 տասնյակ գյուղի խնդիրը չի։ Եվ Քրոնիկա դառել, քրոնիկականա, որովհետև երկար տարիներ եղել է, կհիշեն մեր ընկերներ 60-ական թվականին ամեն քարի տակից մի բուր ձուկ է, ես այժմ կայարան դպրոց եկել, քարի տակից բռոց ձուկ եք, խրամուլի բան եք, այդ կարմրախայլ ինչ էր այդ ձկները։ Հիմա իսպան այդ պաունան էլ վերասանք դեպ այդ գետի մեջ։ Հետո ուր ենք գնալու, վերջը որն է սա, ես չգիտեմ գնալու ենք, որտեղ ենք կանգ առնելու, որտեղ ենք ստապ մտածելու, այս հարցերը լրիվ պատասխան են սպասում, որ վերինապյանները պետք է այդ մասին մտածեն փաստորեն։ Մենք նաև տուրիզմից մեծ եկամուտներ կարանք ստանանք, ինչու՞ չէ, դե մի օր այդ հանգը կամ մի օր չկա ասենք դե։ Նախանցած տարի ես գնացել եմ Շվեյցարիա, ասեց ամբողջ երկու մի հատ երկաթի գործար աշխատում իր նախագծային հզորության 25%-ով աշխատում, ասա 2030 թվականը մենք չենք ունենալու ասա այդ բանը։ Երկաթի արտադրություն չենք ունենալու։ Իսկ մենք երկիրը, մակերեսը, անտարը ավիրեցին, հիմա ընդդեմ են ավիրում, հետո վերջը մի չեն ավիրելու։ Ես չգիտեմ, ես չեմ ուզում քաղաքականություն մտցնել դրա մեջ, շահագրգռված չեմ փաստորեն, բայց բնական պրոցեսի մենք շեղվել ենք, թողել ենք, գնացել, դա ես արհեստական եմ, այսքան 29 ու 8000 քառակուսի կիլոմետր այսքան հզոր հանքարդյունաբերություն կա։ Ուր ես գնում Վարդենի, Սուրբ, Սյունիքում, չգիտեմ, Լոռիում, Վայքում, ուր գնում ես հետո։ Դե 50 տարի հետո մենք մուտացիա ենթարկված սերունդ կունենանք, ասեն հայերը ոչ քրիստոնյա են, ոչ էլ հին ազգեր, բոլոր դեբիլներ են այսպես ասել, մուտոք են ֆակտորներն էլ բերեք հաշվի առնենք, որ բոլոր օրգանիզմի վրա փոփոխություն առաջացնող նյութերն են նյութերը։ Այս դրա մասին խոսենք, ֆունդամենտալ ձևով, թե չէ
դեռ չեք ուտի, մենք չգիտեմ, խաղող գինի չեք խմի, հանդի մասու, չգիտեմ, են ալոր, շլոր, մոլոր, բան դրանցով յոլա կգնանք, բայց սերունդն այլա սերունդ, ոչ թե դեպեդը Թումանյանի ասած, գիժ եկել է, գնում է, մեր եք դրա քեֆին չկպնենք մենք, քեֆին որ կպնում են, լավ էլ պատժում է, ով ասել է տապամեր տարասկու պտի դու ռեստորան սարքես, կավել չգիտեմ մի հատ իչ սարքես, լերնային իժիները գալիս սայինք իր հարցեր լուծում է, այն չի կարուսապատել, բան պետք չի, դրա մասին պետք է մտածել, հլա մի բան սեղմել ենք, ինչի ծրագիրները ջուր լծվեց, երկու կողմից սեղմել են, դեպետ էլ ասած, ես տարածքն իմն անգերջան, քեզով է թողել գասին տարածքն բնականը թողենք, տեխնացինի մասին մտածենք, որ շատ հաճախ մարդը ստիպում է, նպաստում է, որպեսզի տարային ավետ տեղ ունենա։ Ես չգիտեմ ում ինչ, ես հեռում արդեն քաղաքականությունից, Վեյնատյանները, բաները, որ ասում են, ինտեգրում ենք Եվրոպիսան, ինչով են ինտեգրում։ Մենք ունենք առողջ ապրելակերպի խնդիր առաջին հերթին, բերեք սրա մասին մտածենք։ Առողջ ապրելակերպի խնդիր, այս սրանից պետք է սկսվի։ Թե դեպեդը մեզ պետք է, մենք էլ դեպեդին ենք պետք է։